30 տարի լինել եթերում ու այդ ողջ շրջանում մնալ առաջատար եւ օրինակելի հեռուստաընկերություններից մեկը ամենևին էլ հեշտ չի տրվել։ Իսկ ճանապարհին հանդիպած դժվարություններին դեմ հանդիման կանգնելն ու այդ դժվարություններից չընկրկելը Շանթին ավելի ուժեղ են դարձրել։ Եվ հենց այս ամենն էլ հաշվի առնելով ու անցյալը ապագայի կայացման հարցում արժևորելով շուրջ 1 տարի առաջ հեռուստաընկերությունը հայտարարեց իր հոբելյանական եթերաշրջանների մասին, որպեսզի այս տարիների ընթացքում իր ստեղծած նախագծերի ու դրանց շնորհիվ տարբեր ոլորտներում իրենց տեղն ու դիրքը գտած դեմքերի միջոցով արժևորի ու ամփոփի այդ անցած 30 տարիները։ 30 տարիներն այս 1 տարվա ընթացքում ամփոփվեցին առավոտից մինչև երեկո, շոու ծրագրերով, հարցազրույցներով, մի խոսքով, տարատեսակ, արդեն իսկ սիրված ու սպասված նախագծերով։ Եվ այդ ամենի սկիզբը տրվում էր հենց վաղ առավոտից։ Առավոտը Շանթում հաղորդման մեր գործընկերների հյուրերը նաև նրանք էին, որոնք այս տարիների ընթացքում հեռուստաընկերության հետ քայլել են կողք կողքի, իրենց ներդրումն են ունեցել որևէ նախագծի կայացման ու առաջմղման գործում։ Այդ գործում մեծ ավանդ ունեցած մարդիկ եւ նաեւ նրանք, որոնց կյանքի ուղիներում մեծ դեր ու նշանակություն է ունեցել Շանթը, հյուրընկալվում էին նաեւ կյանքի ուղիներով հաղորդաշարին ու հպարտորեն եւ առանց խուսափելու պատմում ու իրենց սրտի խոսքն էին ասում հարազատ դարձած հեռուստաընկերության մասին։ Միշտ շնորհակալ եմ լինելու որպես իմ դեբյուտ, որպես ինձ մեծագույն հնարավորություն ընձեռող Շանթ հեռուստաընկերությունը, որովհետև ես Շանթում եմ ծաղկել։ Նայեք, ես միշտ ասում եմ, այն ինչ որ ես այսօր անում եմ, վերջ-վերջո հիմքը եղել է այդ նույն Անուշիկը, ինչքան էլ որ ես ուզենամ դա հիմա ասեմ, օ, չէ, ես Անայի Սարդարյանս, ոչ, դու ոչ մեկ էիր, մինչև հայտնվելը Շանթ հեռուստաընկերությունը եւ Անուշիկի կերպար խալի։ Ես դա ասում եմ եւ չքննարկվող։ Ինչն է լավ, ուրեմն Շանթ հեռուստաընկերության, ինչի համար եմ ես շնորհակալ այս TV-ին մշտապես։ Շանթ հեռուստաընկերությունը հետագայում երբ անցա արդեն կիսաեզրափակիչ փուլ, իդեպ հենց կիսաեզրափակիչից հոգում էր իմ կացության հարցը, ճանապարհածախսը։ Շանթը այն TV-ներից էր, ովքեր չէին տանում հասցնում այդ բարդ ճանապարհին ու այսպես բաց թողնում, ասում գնացեք եւ ձեզ գտեք այս ասպարեզում։ Մինչև վերջ, ինչով որ կարողացավ TV-ն օգտակար եղավ բոլորին։ Նրանցից շատերին այս ընթացքում արդեն այլ տեսանկյունից եւս տեսակ ու լսեցիք Շանթի երեկոյան շոու ծրագրում։ Հատուկ 30-ամյակի առիթով երեկոն Շանթում ծրագիրը ամիսներ շարունակ հեռարձակվեց 30 տարի Շանթում խորագրով։ Հոբելյանական այս նախագիծը հյուրընկալեց նրանց, որոնք իրենց ճանապարհը հենց Շանթում են սկսել։ Այդպիսի խոստումնալի սկիզբ հեռուստաընկերությունն այս տարիների ընթացքում նաև բազմաթիվ երիտասարդների համար է ապահովել իր երաժշտական նախագծերով։ Առաջինը լեգենդար հայ սուպերստարներ։ Եվ ուրեմն էլ ինչ հոբելյանական եթերաշրջան առանց այդ մեծ առաքելություն ու գաղափար ունեցող նախագծի։ Հայ սուպերստարի 6-րդ եթերաշրջանն արդեն իրականություն է։ Ձեր էկրաններին դարձյալ նոր դեմքեր են, որոնց համար հեռուստաընկերությունը հավատարիմ իր առաքելությանը նոր հնարավորությունների դռներ է բացում։ Այդպիսի հնարավորության դռներ միայն երաժշտական նախագծերով չէ, որ բացվել են։ Հենց Շանթի նախաձեռնությամբ շուրջ 10 տարի առաջ Գյումրիում Թումո ստեղծարար տեխնոլոգիաների մասնաճյուղ բացվեց, որ գյումրեցի երեխաներն ու պատանիները ձեռք բերեն հմտություն ու փորձառություն, որ իրենց իսկ ուժերով ապահովեն արժանապատիվ ապրելու եւ հայրենիքին օգտակար լինելու իրավունքը։ Գյումրիի Թումոն արդեն 10 տարվա պատմություն ունի, որի մասին մանրամասն դարձյալ հոբելյանական եթերաշրջանի շրջանակներում Արտակ Հովհաննիսյանի ֆիլմն է պատմելու։ Գործընկերս մեկ այլ ֆիլմով էլ պատմելու է նաև Թումոյի շրջանավարտներից Հովիկի մասին, ում շատ տարիներ առաջ հենց նրանց վագոն տնակում էր հանդիպել եւ ում ընտանիքին եւս տաքուկ բնակարան տեղափոխվելու հնարավորություն էր ընձեռվել։ Վստահ եմ հիշում եք, հենց Հովիկի համակարգիչ ունենալու երազանքը, որը դեռ այն ժամանակ թղթի վրա էր, դարձավ մի մեծ ֆիլմի գաղափար եւ ստեղծվեց Թղթե երազանք ֆիլմը, որը եթեր հեռարձակվելու առաջին իսկ օրվանից չէր իջնում վարկանշային ամենաբարձր սանդղակներից։ Իսկ որտեղ են ֆիլմի իրական հերոսները եւ ինչ ճանապարհ են անցել։ Գործընկերս այդ մասին էլ է պատմելու։ 44 օրյա պատերազմից հետո, այսպես է մայրիկը ասաց Հովիկը, սարսափելի ապրումներ է ունեցել։ Պատերազմին նաև Հովիկն է մասնակցել։ Զորացրվելուն մնացել էր 4 ամիս, երբ եկավ սեպտեմբերի 27-ը։ Հովիկը մի քանի անգամ հրաշքով է փրկվել, առաջին անգամ հոկտեմբերի 2-ին, երբ հայտնվել էր հրետանային կրակի տակ։
Հովիկի այս պատմությունը մինչև վերջ լսելու հնարավորություն կունենաք հենց այս շաբաթօրը։ Կլսեք ու կտեսնեք ոչ միայն նրան, այլև թղթե երազանք ֆիլմի մյուս իրական հերոսներին։ Կիմանաք, թե ինչպես է դասավորվել նրանց կյանքն այս ընթացքում։ Իսկ 30 տարիների ընթացքում ո՞րն է եղել Շանթի հաջողության բանալին։ Այս հարցի հետևից էլ Քրիստինե Ալագուլյանն է գնացել եւ դարձյալ այս շաբաթ ձեզ կներկայացնի հեռուստաընկերության տարեգրության տարբեր դրվագները։ Այսքանով սակայն չի եզրափակվում մեր հոբելյանական եթերաշրջանը։ Արտյոմ Երկանյանն էլ իր հերթին է բացահայտելու Շանթի հաջողության գաղտնիքը, թե ինչի շնորհիվ է հեռուստաընկերությունը կարողացել մայրաքաղաքից հեռու դժվարին իրավիճակում հայտնված քաղաքում սկիզբ առնել ու այսպիսի ճանապարհ անցնել։ Ահա մեկ տարի շարունակ ձեր էկրաններին հոբելյանական այսպիսի եթերաշրջաններ էին, անակնկալներով ու անսպասելի զարգացումներով, եւ որ ամենակարևորն է հավատարիմ Շանթի առաքելությանը։ Վահագն Հակոբյան, Հորիզոն